Նիկոլ Փաշինյանն ինչպես էր Ծառուկյանին հեղափոխական թիմ ընդունում, նախարարական պորտֆելներ տալիս։ Մենք գիտենք, որ հեղափոխության սկզբից եղել է այսպես անցումային ինչ որ գործընթաց եւ այդ ընթացքում միգուցե փորձ է արվել ինչ որ շատ ավելի համերաշխության մթնոլորտ ստեղծել Հայաստանում, բայց դա ինչպես տեսակ չի ստացվել եւ կյանքը փորձը ցույց է տվել, որ չի ստացվել եւ հիմա գնում ենք այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ գնում ենք։ Եվ պարոն Առաքելյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ԿՊ-ի մարված, որ օլիգարխների իշխանություն գալու էջը փակվում է, պատահական երբ որ որոնում ենք տալիս Google-ում Նիկոլ Փաշինյան եւ օլիգարխ, մի տեսանյութ բերեց ինձ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, խոշոր սեփականատեր է։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, ես հավատամ 2018-19 թվականների Նիկոլ Փաշինյանին, թե 2026 թվականի Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես այդ օլիգարխ տերմինոլոգիան մեր մոտ ընկալվում է բացասաբար, հա, կամ բացասական ընկալում ունի ու հատկապես դա կապված է խոշոր բիզնեսի եւ նրա ուրեմն կապվածությանը կամ սերտաճմանը քաղաքական իշխանության հետ։ Այդ պարագայում ենք մենք ասել օլիգարխ կամ օլիգարխիա եւ տվյալ պարագայում, եթե չեմ սխալվում, այդ պարագայում այդ ժամանակահատվածում Ծառուկյանը իշխանության չի եղել եւ այդ տերմինոլոգիայի տեսանկյունից ես կարծում եմ, որ ճիշտ է, բայց մեծ առումով այո, ես նույնպես կարծում եմ, որ խոշոր բիզնեսը պետքա չսերտաճի քաղաքականությանը, քանի որ եթե այդ բիզնեսը սերտաճում է քաղաքականությանը, ապա ինչ որ մի պահից ինչ որ բաներ այնպես չեն ընթանում տնտեսության հետ կապված նախկինի մեր փորձը հաշվի առնելով։